Բարի լույս բոլորին, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը այսօր դեկտեմբերի 31-ն է 2025 թվականի վերջին օրը եւ կարող եմ ասել, որ բոլորի տներում առավոտը սկսվում է մեկ այլ կերպ, համարյա սուրճով։ Այո, եւ համարյա տոնական բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է այս տարվա իր վերջին առավոտը եւ մենք ուրախ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ միասին։ Մենք խոստանում ենք, որ այն կլինի դրական, տոնական եւ շատ հագեցած։ Քաղաքը դեռ այնքան էլ չի արթնացել, խոհանոցներում արդեն բուրում է սուրճը, նրբաբլիթների թերթիկները պատրաստ են, մի քանիսն էլ արդեն պակաս, որովհետև տան փոքրերը եւ ինչ միայն փոքրերը, մեծերը արդեն հասցրել են այն թռցնել։ Մարդկանց մի խումբ էլ որոշում է գնումների վերջին փաթեթը հասցնել անել, մի խումբը շտապում է եւ ժամացույցը աննկատ հիշեցնում է, որ տարին ավարտվում է։ Այո, այսօր նաև այն օրն է, բոլորս մեր մտքերում փորձում ենք հիշել անցնող տարվա երջանիկ պահերը, հաջողությունները, ձախողումները, մանրուքները, որոնք մեր հիշելուց հետո էլ մանրուք չեն մեզ համար, ինչպիսին էլ տարին անցկացնեց, ինչպիսին էլ այո, տարին անցկացրած լինենք, եկեք շնորհակալ լինենք 2025-ին ձեռքբերումների համար եւ բնականաբար այն ամենի համար, ինչը դեպի լավը տարավ մեր կյանքը։ Մեր եթերում այսօր միասին ենք ամփոփելու անցնող տարին, տարի, որը մեզ սովորեցրեց ավելի գնահատել պահը, մարդկանց ու փոքր ուրախությունները, տարի, որտեղ եղել են հաղթանակներ, դժվարություններ, հիասթափություններ եւ ուրախություններ։ Իսկ ինչպիսի տարի է լինելու 2026-ը։ Թող այն լինի նոր հնարավորությունների, համարձակ որոշումների, իրականացած գաղափարների նոր ու ավելի լավ տարի։ Տարի, որտեղ մենք մեզ թույլ կտանք ավելի շատ ժպտալ, ավելի քիչ տապել եւ ավելի շատ ապրել, նաեւ ավելի շատ առիթներ տոնել։ Այո, իսկ լավագույն առիթները միանշանակ տոնեք բրիզի հետ միասին, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը։ Բրիզը ռոզե փրփրուն գինին կարող է ձեր տոնը դարձնել առավել հետաքրքիր եւ հաճելի գույներ հաղորդել։ Ես հիշեցնեմ, որ այս օրերին Իջևանի գինու գործարանը տոնական տաղավարով ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի ամբողջ արտադրանքին, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը կգործի մինչև հունվարի 14-ը։ Ողջույն, նախ ուզում եմ բոլորի գալիք տոները շնորհավորեմ։ Այստեղ հրապարակին մոտ մենք ներկայացնում ենք մեր արտադրանքը, թե ալկոհոլային, թե պացոյացված։ Եվ բոլոր ցանկացողները կարող են մոտենալ այստեղ, ծանոթանալ մեր նորությունների հետ, ինչպես նաև փորձել շատ համով Գլինտվեյն։ Ես Էդուարդն եմ, Իջևանի գինու կոնյակի գործարանի մատարվակ, այն օրը իմացա այդ բառը նշանակում է սոմելիե եւ իմ համար առհասարակ դա նորություն էր, չէի պատկերացնում, որ այդպես բառեր կա հայերեն լեզվում։ Մեր եթերը գործում են միշտ, իսկ ազդեցությունը բավականին լավն է ու ամենակարևորը համեղ։ Դե ինչպես 2025 թվականի ընթացքում նաև վերջին օրն էլ համի նախարարությունը գտնում է մեր եթերի մեր տաղավարի ձախ կողմում, իսկ նախարար Ադրինեն այս առավոտ էլ տոնական համեղություն է մեզ համար պատրաստելու։ Ադրինե։ Տոնական բարի լույս, սիրելի Ադրինե։ Բարի լույս իմ սիրելի գործընկերներ եւ բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ։ Լավ տրամադրություն եմ մաղթում, բարի արև եմ մաղթում, այսօր շատ սիրուն
օրը եւ այս օրը պետք է շարունակենք դեռ մինչ վաղը առավոտ, մյուս տարվա առավոտը։ Սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք լինելու, այսօր եւս մեզ հետ պետք է անցկացնեք այս երկար րոպեները եւ իհարկե վայելեք մեր օրվա եթերը։ Եվ իհարկե առաջարկելու եմ օրվա բաղադրատոմսը, որը լինելու է տոնական։ Էլ ինչ տոներ առանց քաղցրի, սիրելիներս, մենք այսօր պետք է պատրաստենք շատ համեղ թխվածքի տարբերակ։ Ես վստահ եմ, որ դուք բոլորդ այդ գործողությունները արդեն կատարել եք։ Մեր մայրիկները, տատիկները, հարսիկները, աղջիկները բոլորը շատ սիրում են պատրաստել եւ քաղցրի տարբերակներն էլ շատ բազմապիսի են բոլորիդ ճաշացանկում, ցուցակում, քաղցրեղենի ցանկում, վստահ եմ դրանում, բայց այսօր առաջարկել եմ ամենաթեթև, ամենապարզ, ամենահեշտ պատրաստող տարբերակներից մեկը եւ այն լինելու է շատ տոնական։ Արդեն նախապես պատրաստել ենք կեքսը, մենք այստեղ ունենք մեր թխվածքը, ընդհանրապես պետք է պատրաստենք կրեմը եւ իհարկե տրորենք այս կեքսին ու ձևավորենք։ Ինչ է մեզ պետք լինելու կրեմի համար։ Ես այստեղ ունեմ կատնաշոռային պանիր, ունենք սերուցք, ունենք շաքարի փոշի։ Այստեղ արդեն հասցրել եմ սերուցքով հալեցնել սպիտակ շոկոլադ, որի մեջ ընդեղեն է կտրատված, շատ հետաքրքիր ու այսպես նրբահամ կդարձնի մեր տորտը եւ իհարկե ունենք մանդարին։ Մանդարինը էլ ինչ ձմեռ առանց մանդարին, ինչ նոր տարի առանց մանդարին։ Մենք հյութը կքամենք, կավելացնենք կրեմի մեջ եւ այսպես վերջում էլ մանդարինով կզարդարենք։ Սիրելիներս, հետաքրքիր է լինելու, ինձ թվում է, այնպես որ առաջարկում եմ մնաք մինչև վերջ մեզ հետ, որպեսզի ամփոփումը ավարտը տեսնեք։ Սիրելիներս, եւս մեկ անգամ մաղթում եմ բարձր տրամադրություն, համեղ նախաճաշ, հետո նոր սուրճ, իսկ դուք մնում եք մեզ հետ։ Շնորհակալություն Ադրինե, եւս մեկ անգամ բարի լույս ելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը, ունենք հրաշալի տաղանդավորագույն հյուր եւ շատ բարձր տրամադրություն։ Ռաֆայել Երանոսյանն է մեր հյուրը, բարի լույս Ռաֆայել։ Բարի լույս ընկերներից, բարի լույս բոլորին, ովքեր որ այս պահին արթնացել են, իսկ ես համոզված եմ, որ նրանք շատ են արթնացել են ու վայելում են հրաշալի այս հաղորդումը, ու մենք փորձենք մի փոքր էլ տենց լավ բաներ ասենք գոնե այսօր։ Այսօր արդեն հիմնականում դու։ Որտեւ ես ու Սոնան հիմնականում պոզիտիվ ենք տրամադրված, դու չգիտեմ ինչի առավոտանից ոնց եկել, ասում ես բան, սենց է, նենց է, դժգոհ չի կարելի դժգոհել, սուրո, տարին ոնց սկսես, նենց էլ կգնա։ Ժպտա, ոչինչ, որ հիմա կուտակվելա վրա 300 միլիոնի պարտք, ոչինչ։ Թող երեխեքդ մտածեն, սուրո, վայելի կյանքդ, չչարանաս երբեք, մնա մի սիրտդ բաց, մի սիշիր, գնացինք։ Ռավ ջան, ոնց է նոր տարին։ Նոր տարին, ինչպես միշտ, ես օրինակ շատ սիրում եմ նոր տարին, այս են եզակի տոներից է, որ ես շատ սիրում եմ, դա ոչ թե վերջերս է ինձ մոտ դա ծնվել, դա եղել է փոքրուց, որովհետև նոր տարին ինձ համար դա հեքիաթային, ինձ համար դա երազանքների իրականացման, այդ գույների, լույսերի, ինչքան դրական կետերով օժտված բան կա, ինձ համար դա նոր տարին է։ Սիրում եմ, որ քաղաքը ամբողջությամբ զարդարված է, սիրում եմ, որ գնում եմ գյուղ ամբողջությամբ զարդարված է, սիրում եմ, որ գնում եմ հյուր, բոլորը ժպտում են։ Անկախ ամեն ինչից, ով ինչ ձևի տարի ունեցել, ինչեր է եղել, ոնց է եղել, 1-2 մարդիկ գոնե հոգով տենց ուրիշ են, որտեվ իրանք հոգու խորքում են, զգում են, որ տարին ոնց սկսեն, տենց էլ պետք է ավարտեն, ու հոգու խորքում իրանք համոզված են, որ ուրախ են ու երջանիկ։ Դրա համար ես շատ եմ սիրում ամանորը ու ցավոք այս վերջի 15 տարին տանը չեմ անում, հիմնականում եմ աշխատանքի, բայց աշխատանքից հետո մի անգամից գնում եմ գյուղ, առավոտյան արդեն հունվարի 1-ից առավոտյան ժամը 10-ից արդեն, որովհետև երեկոյան բոլորը լավ տենց գինովցած են լինում, ժամը 10-11-ից սկսում է ամանորը, գյուղում մինչև հունվարի 3-ը։ Ընկերներս են գալիս, հարևաններս են գալիս, ուտում ենք, խմում ենք, կենացներ ենք ասում, պարում ենք, երգում ենք ու ամսի 3-ից արդեն նորից սովորական առօրյա գործերով, ինչպես միշտ։ Մենք շատ հակասական ազգ ենք, ինձ թվում է դուք էլ կհամաձայնեք, համ առաջին քրիստոնյա ազգն ենք, համ շատ սնահավատական բաների ենք հավատում։ Ես գիտեմ, որ դուք էլ շատ հավատով մարդ եք, բայց հետաքրքիր է, այդ օրինակ տարին ոնց սկսես, տենց կավարտվի, եւ այլն նմանատիպ երևույթների հավատում եք։ Ես մի քիչ ռեալիստ եմ եւ հավատում եմ այն ինչը որ տեսնում եմ։ Ապրում եմ այնտեղ, որտեղ որ ապրում եմ։ Ես տենց այս վերջերս եմ ավելի շատ տենց դարձել, մի քիչ ես էլ ավելի տենց ունեի տենց սև կատու տեսնում էի, ճանապարհս փոխում էի, բան։ Իրոք։ Թու, բա, իրոք տենց լիքը բաներ էի անում, բայց հետո որ դարձա եկեղեցու խաչքավոր,
ու մեր հոգևոր առաջնորդի հետ, մեր Տեր Հայրի հետ, Տեր Սարգիսի հետ երկար շփվելուց հետո հասկացա, որ լիքը բաներ կա, որ տենց մենք ուղղակի տես փոքրուց ոնց եղել է, տենց այն պապական, տատական բաներն եղել է ու տենց էլ մեր մեջ սերմանվել է։ Ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու ես բոլոր օրերը ինչ օրեր որ կան կապված քրիստոնեական ավանդույթների հետ, բոլորը տենց մեծ բանով ոգևորությամբ անում ենք տանը ու ինչ ասեմ Ինձ շատ լավ եմ զգում։ Այդ սնահավատությունը, որ տարի ոնց սկսենք, ոնց կավարտենք։ Իսկ թվում է օրը ոնց սկսես, այտենց էլ ամբողջ օրը կգնային, որ մեկ ասում են, չէ, ինչա ձախ ոտից ես արթնացել, լինում է մեկ այտենց առավոտյան արտանում ես, տրամադրությունը մի տեսակ այտենց լավ չի լինում, բան։ Ես աշխատեմ նմանատիպ օրերին տանից դուրս չգալ, որովհետև գիտեմ, երբ որ ես չարանում եմ, ես այտենց մի քիչ ավելի այտենց վատն եմ դառնում, գոնե ինքս ինձ համար, դրա համար աշխատում եմ այտենց այդ օրերին շատ ընկերներից չտեսնել։ Իսկ տարին ոնց սկսենք այնց էլ կավարտենք, հա, ես տարին ոնց սկսում եմ, այնց էլ ավարտում եմ։ Գործի մեջ եմ լինում, գյուղ միշտ գնում եմ ու միշտ այդ ընկերներս գալիս են այդ քեֆ ուրախությունը կա, Դու շարունակում ես ամբողջ տարի։ Ու վերջում էլ տեսակ չէ, թու։ Այսքան բանալի վերջում։ Իսկ կապ ունի, որ հրեձի ու տարի է, թե ընդհանրապես կապ չունի ինչի տարի է։ Հրեձի ու տարի այս տարի։ Այո։ Ասում եմ ձին մուրազա, չէ։ Կապ չունի ինձ համար, երևի թե, չգիտեմ, այդտեղ շատ չեմ խորացել, ինձ համար երևի թե կապ չունի, ինձ համար տարին լավ տարի լինի, տարին հաջողակ տարի լինի, ոնց որ ասում էին մեր պապերը ու հիմա էլ ասում է պապաս ամեն անգամ, ասում է բերք ու բարիքի տարի թող լինի։ Երբ որ լինում է բերք ու բարիքի տարի, երբ որ գյուղացին աշխատում է իր հանապազօրյա հացը վաստակում է եւ կարողանում է այդ ապրանքը թանկ գնով վաճառել, Յանգ ուրախ են լինում, անկախ քեզանից դու ես ուրախ լինում։ Իսկ ես քանի որ հիմնականում կապված եմ միշտ գյուղի հետ, միշտ գնում գալիս եմ, երբ որ գնում ես գյուղ, ասենք կարկուտ է լինում կամ այդ տարի մի քիչ ջուր չի լինում, մի քիչ մարդիկ տխուր են լինում, այդ ամեն ինչը ազդում է նաև ին վրա։ Դրա համար Աստված առաջ այս տարի թող լինի բերքի, բարիքի, մրգի ու տենց են բնությունը, որ մեկ մեզ անակնկալներ է տալի կարկուտ, մարկուտ բան, դրանք թող չլինեն, թող լինի բերքի, բարիքի ու առատության տարի։ Այսօր 31-ն է դեկտեմբերի։ Նվերներ ստանալու ու տալու օրն է։ Դու ավելի շատ նվերներ ստանում ես միշտ ըստ ավանդույթի, թե ավելի շատ նվերներ նվիրում ես։ Ավելի շատ նվերներ ստանում եմ տարբեր կազմակերպությունների կողմից, շնորհավորանքներ, ու տենց ինչ-որ կարող է գինի, քաղցրավենիք, բան, հիմնականում նվերներ տալիս եմ ես։ Իսկ տենց ես իմ ընտանիքի անդամների միշտ առնում եմ նվերներ, դες չի դարձան տոնածառը տակ դրում եմ։ Ուղղակի տենց որ գնում եմ տուն, այդ նվերներով գնում եմ տուն, այսօր էլ էստեղից պետք է գնամ ու գնամ նվերներով, որպեսզի երեկոյան գամ ու աշխատեմ նորից։ Ընկերները չեն նվիրում։ Ես ընկեր չունեմ։ Փոխի ընկերներ։ Ես ընկեր չունեմ։ Իմ ընկերները Չարանաս եւ իմ ընկերները անաղոված են, իզներ չեն տալի։ Մենք ընկերներով ինչ ա լինում։ Մենք ընկերները այս վերջերս բանը, Secret Santa են խաղում, բան։ Հա, ես այս վերջի 4 տարին որ խաղում, այս տարի ոչ էլ չխաղամ այս Secret Santa, որտեղ Ձերք չէր տալիս։ ձեր չէր տալի, ինձ միշտ մայկա էր նվեր հասնում։ Չգիտեմ, ինձ միշտ տալիս է սպիտակ մայկա։ մտածում եմ ու մայկա չունես։ Ախր ունեմ ամեն անգամ մի տարի հացած տարին է խնդրել այդ նույն մայքից տարածի նայեք ժողովուրդ մայքոն եմ ինձ էլի մայքա է կարը բանին արի իմ նկարով էին բնել լավ էր ես անգամ մի քիչ կրեատիվ էին եղել եւ դա իմ նկարն էին մի հատ այս նկար էին կպցրել մայքայի վրա ու այդ էին բերել նվեր ընկերներս չէ նվերներ չեն տալի Secret Santa-ի ժամանակ ինչ որ բաներ եթե լինի այդ եմ ստանում հիմնականում տալիս եմ ավելի շատ ես նվերներ Դեկտեմբերի 31-ին աշխատանք ես լինում միշտ արդեն 10 քանի տարի նշեցի 15 տարի Ես էլ եմ այդ համակարգով ապրում ռավ բայց ես ինձ բռնացրել եմ մի մտքի վրա որ ինչքան էլ այդ խնջույքի մեջ լինեմ հենց 12-ը խփում է ես մի վարքյան երազանք եմ պահում Ես միշտ եմ երազանք պահում միշտ ես տեսեք ես երազներով չեմ սիրում ապրել ես սիրում եմ դնել ունենալ նպատակ եւ իրականացնել նպատակները բայց մեկ ասում եմ որ ասում ախ եմ կարող է եւ դրան ասում են երազանք չես մեն ախ մի հատ sense բան լինի այն որ sense այդ հրաշքը լինի այդ հրաշքին ես միշտ հավատում եմ ու միշտ ինձ հետ կա այդ հրաշքը փորձում եմ այդ հրաշքներն ու այդ երազանքները դարձնել իրականություն հա ես էլ ժամը 12-ին երբ որ խփվում է դες 12 զանգերը խփվում է եւ բոլորը ուրախ են ու երջանիկ ու Արամ Խաչատուրյանի գեղեցիկ այդ հնչյունների ներքո մենք մեկս մյուսին շնորհավորում ենք այդ բաժակներից զնգուն այդ մարդկանց այդ sense ուրախ ժպիտները այդ փայլերը այդ ամեն ինչը քեզ մի հատ անում է ուրիշ տեղ գնում ես հեքիաթի մեջ ու ես այդ ընթացքում ես էլ եմ իմ երազանքները ամենակարևորը ես մաղթում եմ հիմնականում որ այն ովքեր որ կան ինձ շրջապատող մարդիկ միշտ լինեն իմ կողքին առողջություն եմ մաղթում ու ուզում եմ որ
էլ չլինի, աշխարհում չլինի պատերազմ, որովհետև բոլա, հերիքա։ Այո։ Արդեն կշտացանք, որովհետև չափն անցանք արդեն աշխարհ, չափն անցանք, պետք է խաղաղ ապրենք, մի կյանք է տրված, ապրենք, հիմա ոնց կարողանում ապրում է, բայց թողեք ապրենք ու վայելենք։ Կամուստանաս 2026-ին։ Այդ ինչ դες կտրուկ մի անգամից հասցրեց։ Ես կարծում հիմա ովքեր նստած են էկրանի մոտ, բոլորը այդ հարցն են տալի։ Ինչ է Ռաֆ։ Առավոտ շուտ կանչելես ինձ ստեղ այդ հարցը, այսօր ինչ չէին հարցրել այդ։ Ինչ եմ արած հարցին։ Դու խերը տեսնես որ ամուսնացել ես։ Հարց եմ տալի։ Այո։ Լավ է։ Շատ։ Ինչ է ասա, լավ կողմերն ասել ամուսնություն։ Չէ, հիմա արի տեղը։ Ասա, չէ, ասա։ Ջերմություն, ընտանիք։ Դե քեզ թվում է ինչ մենք դες բան մրսում ենք բանստած։ Չգիտեմ, Սուրջան, չգիտեմ, չգիտեմ։ Արի այդ հարցին։ Հա, ամեն տարի լինում էր որ ես ասում եի, հա, ես պետք է այս տարի ամուսնանամ, ես ստենից է ստացվում, որ չի լինում, ինչ-որ մի բան չի լինում, չի ստացվում կամ բան ես կոմենքում, ինձ թվում է կգա ժամանակ ու ժամանակին գայտնվենք ճիշտ տեղում ու ամեն ինչ կլինի ու էլ այդ հարցը չես տա։ Լավ, մոռացեք այդ հարցը, այսօր տոնական առավոտ է, ես լավ հարց կտամ։ Ամուսնաս քո ինչ գործ։ Ես լավ հարց ունեմ։ Ասա, Սոնջա։ 2025 թվականի վերջին առավոտն է այսօր, ես ուզում եմ անպայման հարցնել, ինչպիսին էր տարին ձեզ համար, որովհետև գիտեմ շատ աշխատանքային էր, տարբեր երկրներում եղաք ձեր մոնո ներկայացումը դիտեցին մեր հայրենակիցները, նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, եւ ամենաշատը ինչի համար եք շնորհակալ 2025-ին։ 2025 թվականը իրոք շատ բուրըն եւ ստեղծագործական տարի էր, թե շրջագայություններով, թե տեսակ մարդկանց հետ հանդիպումներով, ծանոթանալով։ Ես իրոք շատ շնորհակալ եմ 2025 թվականին, որովհետեւ ինքը իրոք բուրըն էր իր ամեն ինչով։ Շրջագայցի շատ երկրներ իմ Փահլևան մոնո ներկայացումով։ 2026 թվականին կլինի արդեն թվով իմ 4-րդ մոնո ներկայացումը, վերնագիրը չեմ ասում, թող մնա անակնկալ։ Այս տարի արդեն գալող տարի արդեն 2026 թվականին նույնիսկ այտենց արդեն սցենարական աշխատանքներն ավարտված են, ֆինանսավորման հարցերն ենք փորձում կարգավորել, ուզում եմ Գոր Կիրակոսյանի հետ նկարենք գեղարվեստական ֆիլմ, որտեղ կլինեմ համ պրոդյուսեր, համ կլինեմ ոնց որ դերասան։ Դա առաջին փորձն է լինելու։ Առաջին փորձն է լինելու որպես պրոդյուսեր ֆիլմի եւ որպես գլխավոր հերոսը ֆիլմի, այսինքն չէ որ դե պրոդյուսերը ես եմ, ես էլ տենց ես ինձ եմ նկարում բան, չէ, ուղղակի էլի ֆիլմը տենց էլի կլինի իմ մասին, մարդ, որը որ ընկնում է անմարտաբնակ կղզի։ Այս մասին ինչ որտեղ ասել եք։ Հա, էլի ասել ես մասին, հա։ Մարդ, որ էլի ընկնում է անմարտաբնակ կղզի ու փորձում է այնտեղ ինքը տենց հայավարի ինչ որ բաներ անել, նկար անելու ենք սահմաններից դուրս Միացյալ Նահանգներում ֆիլմը այնպես որ Աստված առաջ, եթե ամեն ինչ շատ լավ լինի 2026 թվականի աշնանը արդեն կունենանք ֆիլմի պրեմիերա համել։ Եթե իհարկե լինի ամեն ինչ շատ հրաշալի ու այնպես ինչպես որ պլանավորել ենք։ 2025 թվականի մասին էլ խոսք չկա, որովհետև իրոք բուրըն էր, իրոք ստեղծագործական էր ու իրոք առատ էր։ Ամեն ինչով։ Ինչն է թողում։ Մի 5 տարի որ ասենց լինի Սուրջան։ Շատ լավ։ Ախպերդ։ Ռաֆ, իսկ ինչ թողեցիր 25-ին, այսինքն ինչ ես թողում ու վաղը արդեն հետ էլ չես տանելու հետդ 26։ Ինչ չեմ թողում։ Բան չկա խր թողելու, այնքան լավ ա եղել տանի, որ ոչ մի բան չեմ ուզում թողեմ 2025 թվականին, շատ լավ ա եղել, ամեն ինչով ա լավ եղել 2025 թվականին, դրա համար ոչ մի բան չեմ ուզում թողել։ Հակառակ ուզում եմ այն ինչը որ կա հետս վերցնեմ, դրա վրա ավելացնեմ, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար ըստ իս եթե լինում է բուրըն տարին, չես կասես դե բան, չէ, ես ուզում եմ այդ նույն ձև շարունակվի նաև 2026 թվականը, 2027, 28, 29, որովհետև ինչ է պետք ստեղծագործ մարդու համար, մարդ ով ապրում է թատրոնով, մարդ ով սիրում է բեմը, մարդ ով սիրում է հանդիսատեսին, մարդ որ տես միշտ ծառավ է դերերի, խոսքի մասն է Սուրջան, քո մասին չի ցավը տան հազարություն, հա, միշտ ծառավա դերի, ինչ է պետք։ Լինենք առողջ ու փորձենք արենք ու փորձենք մարդկանց ուրախացնենք։ Վերադառնալով տոնի խորհրդին, ինձ հետաքրքիր է ամանորի սեղանից ինչն եք ամենաշատը սիրում։ Վայ, Սոնա ջան, ամենաշատը ինչ եմ սիրում։ Ես սիրում եմ բլինչիկ մայոնեզով։ Ես սիրում եմ բանը կաղամբով տոլման, լավաշով բրթունջարած եւ զակուսկին։ Ես շատ սիրում եմ, որ արդեն երեկոյան նստում ես տենց մեկ էլ հյուրերը տենց մի քիչ արդեն սկսում են քչանալ, չարազը վերցնել ամանով դնել կողքից եւ սկսել տենց հհիմնականում այս երկու երեկոները քեզ տալիս ես տենց ուտելուն էլի, տենց ուտելնուն էլ ձև կա։ Ամեն ինչ էլ այդ բլինչիկը, տոլման, խոզի բուդը, որ ասես թեթես տենց այն որ կողքից կտրում ես էլի թարմ լավաշով, մի հատ կանաչով բրտունջ ես անում, մի հատ աղր զգացել եք ամանորին չենք հարբում։
Ես չեմ հիշում, որ ամանորին ես հարբեմ։ Այդքան էլ դու չես հիշում արդեն։ Չէ, այդքան էլ գալիս են սուր գնում են ամեն մեկը այդ մեկ բաժակ, երկու բաժակ նստում ես, խմում ես, այդ 2-3 օրը ես դու տեսալ։ Չէ, հիշում ես, բայց ես չեմ հիշում այդպես օր նոր տարին որ ես այդպես որ ասես բան չեղը, որովհետև այդպես համ ուտում ես, համ խմում ես, համ տրամադրությունը կա ներսից, չես կարողանում գինով նալ, էլի։ Այնց որ այդ արա խոսքով ինչ կա սեղանների սիրում եմ։ Բայց չարասը տենց անդադար ուտելուց հետո լավ եք զգում ձեզ։ Շատ։ Խզարում եմ, ոչ թե լավ եմ զգում, չարասը ասես դնես, պոպոկը չամիչով։ Արա շատ լավ բան է, դե ես տենց միշտ սոված եմ։ Իսկ գոնե հունվարի առաջիկա մի քանի օրը կլինեն հանգիստ, այսինքն Հունվարի 4-ից մենք սկսում ենք աշխատանքներն արդեն, որովհետև ասում եմ յուրաքանչյուր օր կարևոր է։ Տարին 2026 թվականը արդեն պլանավորված է ով ինչ ոնց պետք է անի։ Մենք մեր առաջ ունենք արդեն երկու մեծ պրոյեկտ՝ ներկայացումը եւ ֆիլմը։ Բացի դրանից մենք ունենք նաեւ հիմա ես իմ այդ սոցիալական գովազդներն եմ սկսել ու նկարում եմ ինչա կարելի ու ինչի համար է բան։ Համը այդ սցենարական աշխատանքներն են գործ էլի, դա դենց ուղակի դենց 1 րոպե 20 վայրկյան չի։ Դա իրոք սցենարիստներ են աշխատում, դա իրոք մոնտաժ է, դա իրոք, չգիտեմ, նկարահանում է։ Դա համար տարին որ սկսենք պետքա սկսենք աշխատել։ Եթե սենց բաց է թող վիճակ եղավ, այդպես պարկեցինք, դե լավ բան է սկսենք, վաղը կտեսնենք, որ ինչ որ ուրիշ մարդ արդեն քո տեղին ինչ որ դու մտածում էիր, որ պետք է աներ, ինչ որ մեկը քո փոխարեն արդեն դա սկսել է անել։ Դրա համար պետք է աշխատել, իսկ մենք ամսի 4-ից արդեն ընկերներն գիտեն, ամսի 4-ից մենք հավաքում ենք օֆիսում, այդ օրը մի քիչ շփվում ենք, ոնց է, ինչ կա բան, մեկը տնից այնա բերում, մեկը այնա բերում, մի բաժակ էլ տենց օֆիսում, ոնց որ ասում եմ, տենց թրջում ենք օֆիսում, ու ամսի 5-ից կարելի է ասել տենց գործի։ Թատրոնում ամսի 18-ից ենք ներկայացումների, բայց ամսի 10-ից երևի թե կլինեն փորձեր, բան, ամսի 18-ից կամերային թատրոնում կրկին սպասում ենք մեր հանդիսատեսին։ Հա, իմիջելուց 2026 թվականին կամերային թատրոնը հյուրախաղերով 15 տարի անց մեկնում է Միացյալ Նահանգներ։ Ահա, բայց այս մասին շատ չբացենք փակագծեր, մեկնումից առաջ կգաք մեզ մոտ յուր։ Չէ։ Չես ուզում որ իրանք գան, մենակ դու։ Մենակ ես, իրանք բարեկան տաղավարում տեղ չի լինի։ Ասացի արդեն, բացապարեցի։ Շատ լավ, հիմա կորենանք կարճ դարձար, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք շարունակում ենք մեր հետաքրքիր հարցազրույցը Ռաֆայել Երանոսյանի հետ։ Եվ ինձ հետաքրքիրը, եթե մի քիչ գնանք դեպի հասարակություն, ինչը կուզեիք, որ 2026 թվական չգար մեզ հետ։ Ինչն է որ ամենաշատն է ձեզ ջղայնացնում, ասենց էլ չեք դիմանում։ Սոնջան բոլորին այդ ջղայնացնող բանն է, մի քիչ այս չարությունն ու բանը վերանա մեր մեջից ու մի քիչ սկսենք այդպես նեգատիվ շատ չտարածենք ու շատ չհայհոյեն ու շատ իար չուտեն ու շատ իար չբսկտեն, այլ տեսեք բնություն ինքնին արդեն գնում է լուսաբացով, մայրամուտով եւ Այս ժամանակն էլ հենց արագ է վերջերս սկսել գնալ արդեն, օրը նույնիսկ չէ հերիքում։ Այս կարճ ժամանակահատվածի մեջ որ մեզ տրված է այսքան ժամանակ ապրելու, ասենք այսքանն ապրել ենք, մնացել է այսքանը, ուտում ենք այսքան տեղը իրար։ Ինչի՞ չի բոլորս էլ տեղ գասնի, բոլորս էլ այդ մի կտոր այդ հացը կհասնի, բոլորս էլ կվայելենք լուսաբացնին մայրամուտով։ Ես կուզեի որ իրոք բարի անայենք, խոսքը էլի եմ ասում ոչ բոլորի մասին է, բայց այդ չարությունը, այդ նեգատիվ, այդ լուրերը համացանցերում տարածելը, իրար չհարգելը, իրար չօգնելը, իրար մի քիչ այդ եվրեյներից գոնե բան սովորենք, էլ այդպես թև ու թիկունք լինենք իրար, այդպես ոնց ենք, չէ՞ որ քոչար եմ, որ ասում եմ ձեր-ձերքի տանք, ուսուսի տանք ու բարենք մեր ավանդական քոչարին։ Արեք ձեր-ձերքի տանք, ուսուսի տանք ու կառուցենք այս մեր արդեն այդպես լավ ջարդված ու քանդված հայրենիքը այդպես կառուցենք, սարքենք, գեղեցկացնենք, շենացնենք, ծառատուն կանենք։ Հա, իմիջիայլոց ծառատունկասին հիշեցի։ Անցած տարի մենք գյուղում ընկերներով հավաքվեցինք եւ արեցինք ծառատունք։ 2026 թվականի գարնանը կրկին ամբողջ գյուղով պետք է անենք կրկին ծառատունք։ Շատ ծառեր պետք է տնկենք գյուղում, շատ, որպեսզի մի քանի տարի հետո երեխաները կարողանան գոնե նորմալ մաքուր ոչինչ։ Շատ լավ, այսինքն քաղցրացնենք մի քիչ մեր կյանքը։ Հա, քաղցրացնենք։ Իսկ ընդհանրապես քաղցրի հետ ոնց ես։ Շատ լավ։ Շատ լավ է։ Շատ եմ սիրում։ Ինչու, որովհետև քեզ այսօր մեծ փորձություն է սպասվում։ Ինչ փորձություն, Սուրճ ջան, արդեն առանց դել առավոտ ինձ բերել եք սահնակներով, սանտայով։ Դու այսօր պիտի օգնես մեր Ադրինեին, որպեսզի ձևավորեք ամանորյա տորթը։ Չես փչացնի, չէ՞ տորթը։ Չէ։ Սուրճ, եթե ես մի գործի մեջ մխրճվում եմ, ես դա փորձում եմ անել գոնե պրոֆեսիոնալ։
Եթե պատրաստ ես։ Ես պատրաստ եմ։ Մենք լավն ենք, ձեր ընկերների նման չենք։ Դուք Եվ ունեք ձեզ համար նվերներ, ունենք Այո, նվեր։ նվերներ Շատ կտակ։ Ջևանի գինու գործանի կողմից Շատ սպիտակ եւ կարմիր չոր։ Չէ, կարմիր չեմ ուզում, սպիտակ գինի տվեք, շատ։ Լավ, այս կարմիրը կպահենք, մի քանի հատ սպիտակ Մի քանի հատ սպիտակ կավելացնենք կտակ։ քեզ։ Ահա, Եվ- լավ ջան։ Եվ ուզում եմ քեզ նվիրել բացիկներ։ Էս ինչ բացիկն է։ Արև բացիկները, Որ ինչ արի։ որտեղ այստեղ կա արդեն բարեմաղթանք Թաթայից, էլ ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ։ Այս բացիկները կնվիրես քեզ համար ամենահարազատ մարդուն նվերի հետ միասին։ Okay, շատ լավ։ Այստեղ արդեն գրված է ամեն ինչ։ Գրված է մնացածը դու կարաս Ինչ ավելացնել։ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ, ես չեմ կարող այստեղ գշել բանը։ Կարաս, Ռաֆ ջան։ Շնորհակալություն, շատ Եվ լավ։ բարեմաղթանք հերոստատիտողներին, հետո իհարկե խոհանոցում էլ մի փոքր կասեք, բայց հիմա մեր տաղավարն է։ Բարեմաղթանք։ Ես իրոք մեր հայազգին մաղթում եմ ամենալավն ու բարին։ Աշխարհի բոլոր վայրերում ապրող հայրենակիցներ, շնորհավոր մեր բոլորի 2026 թվականը։ Լավ լինենք, առողջ լինենք ու խնդրանք, հաճախ ժպտանք ու փորձենք օգտակար լինել դիմացինին։ Մենակ մարդը ոչ մեկին ոչ մի բանով պետք չի։ Օգնեք իրար, ժպտացեք, լավ բաների մասին մտածեք, որովհետև այդ բումերանգի բանը կա, էլի, ինչ որ տաս, այն կստանաս։ Ինչ որ ցանես, այն կհնձես։ Շնորհավոր 2026 թվական։ Մենք էլ ձեզ մաղթում ենք Շնորհավոր, ամենալավն ու բարին։ Շնորհակալություն, ապրեք, կստացի հրավերի համար։ Ուրիշ տեղ, եթե էս կան ձեզ չսիրեի, չէի գա։ Դե Շնորհավոր։ գնա խոհանոց։ Չենա թողում մի կտոր մարդ ախնա։ Դա դաստիարակության հարց է։ Բաղուց կորած մի աշխարհ հերավոր մանկության լույս աշխարհ Ձեգաշում այոն մանկությունը և մի օրով ելիս Գալում չի եկա Նա լույսերով է գալիս է նա ու թակում բոլորիս դուրը փակ Գալիս է նա ու նորից հավատանք ու սիրենք ու խնդանք Դու նոր տարի, մեզ նոր տարի մանկացրու ու փոխիր Մեր նոր տարի, գարետ բարի, մեզ նոր տարի մոր նման նամոքիր Դու նոր տարի, մեզ նոր տարի Խնդրում եմ, այս վիդեոն մաքսիմալ տարածեք Դու նոր տարի, մեզ նոր տարի փարատի Ներքին գնացիկս Գնա որովհետև քեզ սպասում եմ Դրսին ձմերը բայց շատ լուսավոր է Այսօր ինչ օր է ասա Սպասում են տես այս աշխարհում բոլորը Այսօր ինչ օր է ասա Ինչու է որ իմ սրտում կա հիմա Չի կարող չգա։ Դաստիարակության հարց է։ Բաղուց կորած մի աշխարհ հերավոր մանկության լույս աշխարհ Դու նոր տարի, մեզ նոր տարի մանկացրու ու փոխիր Մեր նոր տարի, գարետ բարի, մեզ նոր տարի մոր նման նամոքիր Դու նոր տարի, մեզ նոր տարի փայփայիր քո սիրով Դու նոր տարի, մեզ նոր տարի փարատիր
Եվս մեկ անգամ բարի առավոտ եւ բարձր տրամադրություն սիրելի հեռուստադիտողներ, ահա մեր տրամադրությունը եռում է, մենք պատրաստում ենք, թխված պատրաստենք եւ ինձ արդեն խոհանոցում հյուր է եկել Ռաֆոն, ես շատ ուրախ եմ Ռաֆ ջան, Ես էլ իրականում որտեվ առաջին անգամ տորտ պատրաստելու։ Ամեն ինչ պատրաստել եմ, ասենք լոբով ապուր, հարիսա, իշլի քյուֆտա, ամանորյան ինչա պետք, սպաս, նույնիսկ հունվարի 1-ի համար աղցանները մեր տան ամբողջ աղցանները պատրաստել եմ ես դեմ, բայց տորտ առաջին անգամ եմ պատրաստում ու այս տորտը ես տանել եմ մեր տուն, ժողովուրդ ջան։ Հունվարի 1-ին բոլորից սպասում եմ, համեցեք, եկեք իմ կերած տորտը կերեք, ամսի 2-ին բազվզեք հիվանդանոցներով։ Չենք թողնի այդպես լինի, Ռաֆ ջան։ Ճիշտ ասած ուզում էի հարցնել, դու խոհանոցում ընդհանրապես այդպես տաղանդավոր ես, ինչպես բեմում, ինչպես ընդհանրապես։ Շատ կտրուկ պատասխան։ Ես խոհանոցում կարող եմ միայն պատրաստել ձվածեղ։ Տարբեր տեսակի լոլիկով, բաստուրմայով, գառոխով եւ ուրիշ ոչ մի բան ձեռքից ես Այսինքն այն հրաշալի ցանկը, որ նոր ներկայացրեցիր, դա Այդ հորակույրս, ավելի շատ հորակույրս, որովհետեւ հորակույրս է սիրում, ավելի շատ այս խոհանոցում տարատեսակ բաներ պատրաստել, ես հիմնականում սիրում եմ համով բաներ ուտել։ Դե ուրեմն ողջույններ հորակրոջը, սիրելիս պատրաստեք Ռաֆոն գալու է տուն եւ համեղ սնվի։ Ես բերել եմ այդպես։ Այո, տորտը անպայման կուղարկենք, դրան ոչ մի հարց։ Ռաֆ ջան, հերոսադիտողին հիմա մեկ անգամ կրկնենք ինչ է մեզ անհրաժեշտ որպես Մեզ անհրաժեշտ է ինչ է, կրեմ, կատնաշորային պանիր։ Ես պետք է սարը։ Այո, անպայման։ Էս ինչ է։ Սա շաքարի փոշի, ես այստեղ ունեմ սպիտակ շոկոլադ հալեցրած։ Եվ մանդալները կծենք եւ լցնենք վրան։ Ոչ, եթե դու մի փոքր սպասես, մենք միասին Ես կսպասեմ, խելոքի մամա կսպասեմ։ Եվ այստեղ սերուցք ունենք, այստեղ ունենք նաև հարիչը, որ Դիրեստեքսակրատ խառն ենք։ Այո, ամբողջությամբ շատ հեշտ է, հավատա, եթե դու ուշադրի լինես, տանը մենակդ կարող ես համակ ուշադրությամբ նայում եմ։ Ինչ ասես այդ բառը համակ ուշադրությամբ։ Շատ։ Առաջին հերթին լցնենք սերուցքը։ Թող գոնե դու ասա ես անեմ, որ Այո, համեցեք։ Տուր ինձ ես անեմ։ Դու դες հերիկա բանսես բաներ որ գոնե իմանամ ինչի համար Սա են ամբողջությամբ լցնում ենք Ռաֆ ջան եւ միացնում ենք հարիչը։ Արդեն։ Այո, շատ զգուշությամբ ու շատ զգուշ ոչ, այս կոճակով ենք փորձում միացնել։ Թողնում ենք հանգիստ իրեն համար։ Ինքը թող հանգիստ մոտ-մոտա։ Այո, իր այսպես ասած յուղով տապակվի, այսպես, ահա։ Լավ է։ Շատ լավ է։ Այս աղմուկը չի խանգարում։ Դե հուսանք աղմուկ կլինի, այսպես բան դեկտեմբերի 31 աղմուկը միշտ էլ կա, այդ աղմուկ դե նորմալ է։ Առանց դրա չի լինի։ Էլի չեմ անում։ Հետո աստիճանաբար ավելացնում ենք պանրային, այս կատնաշորային պանիրը։ Դժվար է, այո, ես քեզ գիտես, կարող եմ այդ հարցում ես քեզ օգնել, հա։ Կարող ես սրանով բահիկով։ Բահիկները։ Այո, բահիկով։ Ահա, անտիր։ Մի կորը ես Այնց ամբողջությամբ էլ տեղափոխի, հա, էլի, հա։ Ինգել ենք ինչի հետևից, ինչ ենք մանգալի։ Այո, դու ճիշտ ես, բայց ամբողջությամբ տեղափոխենք ամանի մեջ։ Ամբողջությամբ տեղափոխեցինք ամանի մեջ։ Ապրես, շնորհակալություն։ Կան փոքրացնենք։ Всё, նորմալ է, ժողովուրդ ջան, որ մեկի խոհանոցում, բոլորի խոհանոցում է լինում է։ Մի վարքան, ահա։ Արի դանդաղի վրա թողնենք։ Դանդաղը էլի անում, էլի մտցնում է։ Դե կխնդրեմ քեզ տեղափոխվես դու այս կողմ, որպեսզի Չի, կանգնես ոտամ, ես ձևը գտա։ Այո, բոլոր հնարները այստեղ հնարավոր։ Նայեք, ձևը գտա։ Հոյակապ։ Ռաֆ ջան, հիմա աստիճանաբար պետք է ավելացնենք շաքարի փոշին, 2-ից 3 գտալ։ 2-ից 3 գտալ։ Ահա։ 1 2 եւ 3 Ընտիր, շնորհակալություն։ Իդեալական է։ Մի հատ ինչ-որ բան կա, այս մլտիկը մի հատ մլտեցնեմ։ Շնորհակալություն։ Տենում եք, լրիվ տան տղա եմ, տուն տանելու տղա, նայեք ինչեր է պատրաստում, նայեք հլը։ Իրոք խոհանոցում գործը շատ դժվար է, հա, շատ, եթե ասենք հարգելի տղամարդիկ են, որ մեկ-մեկ այս մեկը ինչ կա տունը պատրաստած, բերեք ուտենք, բան հավատացեք, այտենց ամեն ինչը դժվար չի տրվում մեր կանանց, մայրերին, քույրերին։ Ամենը կարողանում եմ կոֆե պատրաստել։ Շատ կարևոր բան ասացիր, շատ, ես հուսով եմ հերոստադիտողը հուսով եմ ականջներին օղ արեցին տղամարդիկ, Ինչ լավ եմ հարել,
Անտիր, եւ հիմա մենք ավելացնում ենք շոկոլադը, Ռավջան, այո, նույն տեղը, հա։ այո, նույն ձևով փորձի ավելացնել, արդեն քեզ մոտ շատ լավ է ստացվում ամեն բան։ Ոտում պրոֆեսիոնալ դարձա։ Վերջ։ Անտիր, այս ընթացքում ես կփորձեմ 1 մանդարինի հյութ քամել, սիրելիներս, ահա, եւ հյութը ավելացնենք մեր կրեմին։ Խզարում եմ, զորոչի։ Ես դրեմ էստեղ, հա։ Անտիր, այո, այո։ Նորից ես անցնեմ իմ գործին, պտտում ենք, որպես ինքը լավ հարվի։ Անտիր։ Հելե բայց միջևերջ լավ չի հարվել, հազար ներողություն իմ ոչ պրոֆեսիոնալիզմի համար, Ամեն բան շատ լավ է, Ռավջան, եւ հիմա պետք է ավելացնենք այս հյութը։ Կարող ես ավելացնել մանդարինի հյութ։ Մանդարինի հյութը։ Օ, մենք մանդարինով տորտ ենք, հա, պատրաստում։ Այո։ Ես սենց, մի դիզակ ոնց որ ձվածեղ լինի ես վերևից։ Էլի զգուշությամբ պտտելով, դու ձևը գտար, փաստորեն։ Արդեն գտա, որպես ինքը Ես էլ քեզնից սովորեցի, որ այո, հաջորդ անգամ արդեն կարելի է, որ ամբողջությամբ լրիվ հարվում է, էլի, տենց։ Այո, փորձի փոխանակում եղավ այս պահին։ Միտեղ չի մնում, մի քիչ կիսատ, միտեղ մի քիչ։ Սրանք թողնենք մի կողմի վրա, հետո տեսնենք ինչ ենք անում։ Իմիջայլոց պնդությունը շատ լավ է, իսկական այն կրեմային բաղադրությունը, որը որ պետք է մենք ստացել ենք արդեն։ Հիմա պետք է մի քիչ լավ, սենց։ Մենք հետո նորից կհարենք եւ կսկսենք տրորել մեր տորտի վրա։ Պետք չի ոչ մի բան հարել, ես լավ հարեցի արդեն։ Նա էլի ձև հարվեց։ Լրիվ խառնվավիար։ Շատ լավ է, Ռավջան, կարող եք նույնիսկ։ Նայել, ամբողջությամբ հարվեց, սովորեք ժողովուրդ ջան, ես այս բաները լուրջ տարին մեկ անգամ եմ անում, են էլ ես տաղավարում, համեցեք սովորեք, որ դնում եք ամբողջությամբ չի հարվում, սենց սիրուն զգուշորեն պտտում եք, ճիշտ է, մեկ-մեկ կպտում ապակուն ձեներ է գալի, բայց ոչինչ, եթե վարորդեք իմանաք, բորդյուրների մեկ-մեկ կպտում ղրտոց է գալի, հիմնականում պարկինգի ժամանակ, նույնն էլ ես ասել, զգուշությամբ պետք է այսենց Շատ լավ է ամեն ինչ։ Ես հիշում եմ այն փողոցը, ուր քայլում ենք միասին, ու նորից գալիս է ձյունը, հիշում եմ քո մասին։ Ախ ինչքան են իմ ձեռքերը, ձեռքերում քո տաքացել, ախ ինչքան եմ գիշերները, կարոտից քո խենթացել, ձյունը թափառում է օդում, ու ներկում է իմ քաղաքը սպիտակ, ձյունը գիշերում օրորվում է, մայթերին վառվող լույսի տակ, ձյունը թափառում է օդում, ու բերում է բարություն իմ կյանքի, ձյունը որ գալիս ու նստում էր, մանկության իմ տանտանիքի։ Երանի այն տարիները, թափառում ենք օրերով, բայց այսօր փոխել է կյանքը այն հինը նորերով, մեր սիրո այգին դատարկ է, ես ու դու ենք պակասում, ու դատարկ է նստարանը, ուր նստում ենք երազում, ձյունը թափառում է օդում, ու ներկում է իմ քաղաքը սպիտակ, ձյունը գիշերում օրորվում է, մայթերին վառվող լույսի տակ, ձյունը թափառում է օդում, ու բերում է բարություն իմ կյանքի,
գալիս ու նստում էր մանկության իմ տանտանիքի Ձյունը թափարում է օդում ու ներկում է իմ քաղաքը սպիտակ Ձյունը գիշերում օրորվում է մայթերին վառվող լույսի տակ Ձյունը թափարում է օդում ու բերում է բարություն իմ կյանքի Ձյունը որ գալիս ու նստում էր մանկության իմ տանտանիքի Ձյունը որ գալիս ու նստում էր մանկության իմ տանտանիքի Ահա, կարող ենք անջատել արդեն Մի հարիչը։ վարկյան, մի հատ այս պահնել մի հատ պատտեմ ու այս մասն է։ Այս հատվածի հետ ես։ Այս մասը մի հատ լավ հարվի այս մասը։ Ու Անտիր, ամեն բան անտիր է։ Ահա, վերջ, անտիր։ Ես ոնց ենք անում, սենց ենք անում, հլը չգիտեմ։ Այս տեխնոլոգիա։ Հլը մի հատ հլը դու խնդրում դու գիտես էլի ձևեր ավելի։ Տեխնոլոգի։ Տեխնոլոգի։ Այո, բայց մնաց լա մի քիչ, այս տվեք ինձ, այսենց, Անտիր։ Այսենց։ Այս պետք է հիմա քսենք այս տորտիկի վրա, ամբողջությամբ։ Ռավջան, դեռ պետք է գործողություն կատարենք, տորտը պետք է կիսենք, երկու մասի բաժանենք եւ շատ զգուշությամբ դա պետք է անենք, որ հավասար կտրվի։ Ես կպահեմ ափսեն։ Եթե արյան հետ կեր տեսակ, ուրեմն մատնա գնում արդեն։ Արի դնենք տախտակի վրա, որ ավելի հեշտ լինի։ Այդպես բակա, դավայ, օքեյ, ես չգիտեմ։ Արի, այսպես շատ ավելի հարմար կլինի։ Տեսեք, բոլորը սպասում են, թե ես ինչ տորտ պետք է պատրաստեմ եւ նրանք ինչ պետք է ուտեն, բայց ես խոսք եմ տալիս ձեզ, որ դուք այս տորտից ոչ շիբանա չեք համտեսելու, որտեղ այս տորտը հետը ստանալու են տուն։ Մենք ուղարկելու ենք օրակրոջը։ Նայեք, հələ դուք Բայց ժողովուրդ, հանուն արդարության շատ հավասար է կիսվել։ Ես չգիտեմ, Արա վարպետաց, հիմա ես պետք է լսենք այստեղ։ Հոյակապ է։ Ես պետք է լսենք այստեղ։ Սուպեր։ Հիմա գտալ եմ, ուրեմն տալիս։ Մի հատ գտալ տվեք ինձ։ Ռավջան։ Այդ է շատ լավ է գտալ։ Դնում ես կրեմը կեքսի վրա եւ մենք փորձում ենք տարածել։ Այս էս պետք է տարածվի։ Այո, տարածենք մի այս բահիկով հենց կտարածենք։ Տվեք ինձ այդ բահիկը, բահիկները մլտ, դու տարածի։ Ես ես կլսնեմ, դու տարածի։ Տարածում է Ռաֆիկը։ Տենց է, էլի։ Մի հատ պետք է խառնենք, որովհետեւ ինչքան էլ որ հարիչը լավ խառնել, միևնույն է, ձեռը պետք է կպնի, էլի։ Շատ ճիշտ ես ես։ Լավ գործ եմ անում, չէ՞, բայց ոնց որ մի տեսակ սա շատ է։ Ոչինչ։ Կարելի է հաց առնել եւ թաթախել եւ ուտել։ Մենք ուրիշ կեքսեր Ինձ մի բան է հետաքրքիր, ամանորին բոլորը որ սեղանին դրված է տորտ։ Հիմա չէ՞ գնում ես տուն տորտեր է դրված բան։ Ուտում են թե հիմնականում ուտում են բլինչիկը եւ տոլման։ Ես չեմ հիշում որ մեր տանը մեկը գասի վայ էս լավ տորտ է, այս տորտը ուտեմ։ Մենք միշտ վերջին օրերը, դա ոնց որ ասում են փետրվարի 25-ին, այդ տորտերը չորացած հանում ենք որպես հնություն, չայի մեջ թաթախում ենք ու ուտում ենք, որովհետև չորանում արդեն դա։ Ռավ, չգիտեմ ով ոնց, բայց ուզում եմ իմանալ, դու քաղցրակեր ես, թե ընդհանրապես նախընտրում ես ավելի շատ կերակուր, Չէ, ես ուտում եմ այն, ինչ փափուկ է։ Դե հասկանալ։ Ամեն ինչ ուտում եմ, ես դες բան չեմ, վայ, ես կարելի է, չի կարելի։ Օրգանիզմը դե բան տեսավ, ուզեց կեր։ Պարզ է։ Չի ուզում օրգանիզմը մի կեր։ Հիմա սա պետք է դրենք սրա վրա։ Սա հիմա այո, ծածկում ենք։ Էսենց։ Ես ու Ռաֆոն Ժորժ ջան հրուշակագործ դարձանք, խանութ ենք բացելու, քաղցրեղենի եւ որ բան ես վերթում, չէ՞, տենց մեծ տենց
բուտերբրոդներ դες վեկալի մտած տակ տոստի վրա սեղմես։ Սա էլ պետք է։ Այո, անպայման կսենք սրա վրա էլ եւ շարենք մանդարինները։ Օ, հետո պետք է բանենք, չէ՞, սվաղենք այս կողքերը, բան։ Մոմ կապ Եթե ցանկություն ունես, կարող ենք սվաղել, եթե ոչ, կարող ենք հենց այսպես տաձևել թողնել։ Ինձ տեսնացին ինչ ցանկություն, ես ցանկություն ունեմ գնամ բան TV, մի հատ Տորտ տորտ պատրաստեմ ու լղոզեմ։ Այո, ես գիտեի։ Բոլոր ցանկություններն ես իրականացրել։ Մենք գիտենք քո գախնի ցանկության մասին, դրա համար քեզ հրավիրել ենք։ Մի վայրկյան, ժողովուրդ ջան, մի վայրկյան։ Ոտես չի։ Նայքել ինչ եմ անում, նայքել։ Ոյ, ստեղ մի քիչ մնդալեցի։ Ոչինչ, խոհանոցը ամեն բան նորմալ է, հենց այդպես էլ պետք է լինի։ Նայք լա տորտ եմ սարքե։ Անտիր։ Սես տորտ մեկել Օպրես Ռաֆ ջան։ Ոնց, խզարել եմ ծալտան։ Ես նույնիսկ ես ամեն ինչից հետո կարող եմ գնամ շինարարությունը սկսեմ, նայեք ինչ սվաղ եմ անում։ Ոչ մի շինարարություն, մենք խանութ ենք բացելու ես ու դու։ Շուտ սովետ անում։ Տորտեր ենք Ոնց որ ասում պատրաստել։ եմ 2 0 բաներ ամել գովազդը ձերի կլինի, չէ՞։ Անտիր։ Այ իհարկե։ Այստեղ սենց անենք յանեմ որ սենց բաններ։ Այո, տաձև տորտ կստացվի։ Տաձև ստացվեց էլ ինքը, ահա նայեք։ Նայել։ Անտիրություն, ժողովուրդ, ես։ Մանդարիններն են հիմա պետք է։ Այո, ուզում եմ սա հենց այսպես պոչիկով էլ թողնենք, ինչ որ ձև, որ գեղեցիկ լինի։ Գեղեցիկ չի տա պետք։ Մենք ոնց հասկացանք գեղեցիկը չի փրկում աշխարհը։ Հա, դա ճիշտ է։ Բժիշկներն են փրկում հիմնականում, որտեղ ինչքան գործ են անում։ Վերջերը, տվեք էսի արդեն կարելի է ասես սրտիկներ անել։ Այո, ոնց կուզես այդպես էլ դասավորի։ Օրինակ ինչ տորտ պատրաստեցի մենակս։ Ժորդ, սա շեդևր է։ Ոնց, սա պատմական պահ է, ցա ուտանում։ Խնդրեմ, սա էլ։ Ես փող չկար ձեռն այդ մի քիչ մեծ մանդարին առանք, ես հիմնականությունից պետք է լինի։ Մի կիլո առնեիք, նորմալ առնեիք, ես չեք 4 կիլո շատ մանդար։ Այնքան ծախսել ենք մանդարինի վրա խնայողություն արեցինք։ Բոլորի տունն է մանդարին կա, խնդրեք մեկը մի քիչ նորմալ մանդարին բերեք, ես Ճիշտն ասած, այն հայավարի ասած չվայմեցի, քեզ ասեի մի կիլո մանդարին բեր։ Ասեք, ցավը տանը, մենք այս տարի գիտեք ինչքան մանդարին ենք առել, 4 վեդրո։ Իսկ դու սիրում ես մանդարին։ Ես էլ եմ ասում, ամեն ինչ սիրում եմ։ Ես սիրում եմ, երբ որ գնում եմ երեկոյան հոգնած տուն եւ մրգերը կտրատում են եւ տենց մի հատ ֆիլմ եմ դնում եւ հիմնականում մժրում եմ այդ մրգերի տեսականին։ Այստեղ շարունակություն կա։ Էլի կա։ Այո։ Իսկ թվում է շատ է։ Շատ է։ Ես քեզ պարգևատրում եմ։ Ես են մեծ մանդարին։ Այո։ Պետք է սրանից լիներ ավելի շատ, բայց քանի որ սրանից չկար ավելի շատ, այս մի հատը մնաց, այս մի հատը ես հիմա ձեր բոլորի ներկայությամբ։ Այո։ Ես ուզում եմ որ դու անուշ անես, որովհետեւ շատ աշխատեցիր։ Ոնց։ Այո։ Հələ միջև այստեղ գալը բակը մաքրել եմ ամբողջությամբ TV։ Գիտեք ինչ է, որտեղ որ եկա բակող չկար, ասի ուշտեր շուտ, ասի։ Նայեք մի անտիր տորտ։ Հələ մի հատ ուշադի նայեք տորտին, ժողովուրդ ջան, իմ ձեռքով պատրաստած։ Իմ ձեռքով ամեն ինչ արած, հələ նայեք։ Վայ չուտողին, բոլոր մի տեսակ ոնց որ սիրուն չի ականում։ Կարող ես թեքել, այո։ Ինչ որ պտտացնենք եւ այս սա գեղեցիկ դիշ է։ Սա իդեալականն է։ Համեցեք ժողովուրդ ջան։ Այս տորտը հատուկ պատրաստված է իմ ձեռքով, պատրաստված է հատուկ 2026 թվականի համար։ Համեցեք, անուշարեք, կերեք։ Մի խոսքով բոլորիդ ովքեր որ այս պահին գտնվում են TV-ում, բոլորիդ հրավիրում եմ սուրճ խմելու։ Համեցեք տորտը մեզանից, սուրճը ձեզանից։ Առաջ ոնց էր, չէ՞ որ հարևաններով հավաքում էին, մեկը տնից սուրճ էր բերում, մեկը ինչ-որ բաներ բերում։ Այո, բոլորը սեղան էին պատրաստում, վայ։ Հիմնականում այդ պադիեզդում էր լինում այդ ամեն ինչը։ Հիմա բոլորիդ հրավիրում ենք TV, համեցեք միասին համ սուրճ կխմենք, համ էլ էս անուշ տորտը համ տեսկանանք։ Այս գեղեցիկ խոսքերին ուզում եմ ավելացնել ջերմագին ողջույններ մեր բոլոր հեռուստադիտողներին եւ մեծագույն շնորհակալություն, որ այս ամբողջ ընթացքում, այս տարվա ընթացքում մնացին մեզ հետ հենց առաջին ծրագրի հետ։ Ամենամեծագույն շնորհակալությունը։ Սիրելիներս, այս պահին դադար, հետո իհարկե կհանդիպենք։ Ես էլ գործ եմ։
Ձյամփաթի լնկնում է Սիրտին բաբախում է նոր մի շնչով Ամանոր Սերը քաղաքը տիրում է Զարդարվել է Երևանը լույսով Նոր տարով Իմ ու քո երազանքները Նոր տարվա հենց այս գիշերը թող կատարվեն Դու հավատա Իմ ու քո երկու սրտերը Նոր տարվա հենց այս գիշերը ձյան հետ բարեն Երկնքում Արի քայլենք Երևանով Երկու սրտերս գիշերով խոստալով Նոր տարով Սիրո պակաս էլ չլինի Կիսված սրտերը միանան այս տարի Անցյալի Իմ ու քո երազանքները Նոր տարվա հենց այս գիշերը թող կատարվեն Դու հավատա Իմ ու քո երկու սրտերը Նոր տարվա հենց այս գիշերը ձյան հետ բարեն Երկնքում Իմ ու քո երազանքները Նոր տարվա հենց այս գիշերը թող կատարվեն Դու հավատա Իմ ու քո երկու սրտերը Նոր տարվա հենց այս գիշերը ձյան հետ բարեն Երկնքում Դե բարի լույս եւս մեկ անգամ բոլորին համոզված եմ շատերն արդեն ամեն ինչ պատրաստել են հիմա փորձում են վերագնահատել ամբողջ անցած տարվա իրենց անելիքները, արածները, իսկ նոր տարվա անելիքների մասին արդեն ծրագրավորել են, որպեսզի այդ ամենը լինի լավ ռիթմերի ներքո Սոնա։ Պետք է օրը եւ առավոտը սկսենք իհարկե բարձր տրամադրությամբ եւ լավ երաժշտությամբ։ Հիմա ուրախ ռիթմեր մեր եթերում, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Եկեք ցած մեր գյուղտանեմ, համայակ եկոպնանեմ, համայակ ջան, համայակին կարնեմ, կարոտի չմերնեմ, համայակ ջան,
Դիցիրուն քո անգինքարի Մայակ, վայ, 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 բոց ես դու Այո, բարեցինք, ուրախացանք, համոզված եմ տոնական տրամադրությունը կա, չմոռանանք, այս օրերին շատ կարևոր է մարզվելը։ Միանշանակ համեղությունները ճաշակելուց հետո պետք է շտապել մարզասրահ, որպեսզի կարողանալ այդ ամեն ինչը բերել ճիշտ բալանսի։ Դե լավագույն տեղն էլ ակվատեկն է, չէ՞։ Այո, տարին ավարտենք մարզումով եւ պատրաստվենք 2026 թվականին։ Իսկ որտեղ իհարկե ակվատեկում, քանի որ ակվատեք համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնես եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեք համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ գնանք այնտեղ եւ տեսնենք, թե տոնական առավոտը ինչպիսի մարզում են մեզ առաջարկում։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք ATV առաջին ծրագրի եթերում ենք, ես Քնարիկն եմ, հանդիսանում եմ Ակվատեք սպորտային համալիրի պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը։ Այսօր մենք պիտի ձգումներ կատարենք։ Սիրելի հեռուստադիտողներ, առհասարակ կուզենամ շատ համառոտ ասել, ինչ կառուցվածք ունի ֆիթնեսյան պարապմունքը։ Այն պիտի ունենա նախավարժանք։ Նախավարժանքի ժամանակ մենք պետք է տաքացնենք մեր մարմինը այն աստիճան, որ վառվենք ներսում։ Հետո արդեն հիմնական աշխատանքը։ Փափկեցին մեր մկանները, սկսում ենք արդեն կորեկցիա կատարել։ Վերջում ամենակարևորը ձգումներն են։ Հա այսօր էլ ես ձեզ ցույց կտամ ձգումային մի քանի շատ կարևոր վարժություններ։ Այնպես որ հետո կպահպանեք սա եւ վստահ եմ ձեզ միշտ պետք է լինելու։ Սկսեցինք։ Սիրելի հեռուստադիտողներ, մեջքը մաքսիմալ ուղիղ։ Տեսեք, գալիս ենք այսպես սեղմումներով ուղղվում ենք։ Սեղմումներով ուղղվում ենք։ Սեղմումներով ուղղվում ենք, այնուհետև ոտքը ուղղվեց, ձգվում ենք, ոտնաթաթը դուրս և ներս, դուրս և ներս, դուրս և ներս, այսպես, ձեռքը դրեցինք, կրծքավանդակը բացում ենք, հայացքը դեպի առաստաղ, այնուհետև ձեռքը դնում ենք մեջքին և նորից պտտվում ենք, ձգվում ենք, ձգվում ենք, ձգվում ենք, ուղղվեցինք, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, շատ զգուշությամբ, բնականաբար մի անգամից ձեզ մոտ չի ստացվի, ինչքան որ հնարավոր է փորձում ենք իջնել, այնուհետև ձգվում ենք, այնուհետև թեքությամբ, ուղղվեցինք, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, ոտքը 90 աստիճան, եթե դուք մարզված եք, կարող ենք օգտագործել ահա այսպիսի հարմարավետ քառակուսիներ, տեսեք, դնում ենք ոտքի տակ, սիրելի հեռուստադիտողներ, ոտքը ընդունում է 90 աստիճան տեսք, հետևի ոտքը խորությամբ հետ, բայց եթե մարզված չեք, առանց սրա, ձգվեցինք, ձգվում ենք, ուղղվում ենք, նայում ենք վերը, ձգվում ենք, ուղղվում ենք, նայում ենք վերը, ձգվում ենք, ուղղվեցինք, սիրելի հեռուստադիտողներ, այնուհետև փորձում ենք ձգվել առաջ, հակառակ ձեռքն ենք ձգում առաջ և ուղղվում ենք, այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, օփ, դրեցինք ծունկը, ձգվում ենք, գալիս եք առաջ, ուղղեցինք, այնուհետև տեսեք, ոտքը 90 աստիճան է, փորձում ենք գնալ դեպի արմունկները։ Ասեմ ձեզ հրաշալի ձգումային վարժություն է։ Ես ինձ հիմա դրախտում եմ զգում,
Բայց քանի որ շատ ժամանակ չունենք, շարունակենք։ Այնուհետև նույն վարժությունները բնականաբար կկատարեք մյուս ոտքով։ Անցնենք առաջ։ Հաջորդ վարժությունը, տեսեք ցելի հեռուստադիտողներ, ես վերցրել եմ գնդակ։ Եթե դուք տանը գնդակ չունեք, չնայած այս գնդակ ունենալը շատ հեշտ է, այլ կարելի է ձեռք բերել ցանկացած սպորտային խանութից։ Կարող եք բարձ օգտագործել, ինչ-որ փափուկ բան։ Տեսեք, դնում ենք մեջքի կենտրոնական հատվածին, ոտքերը ուղիղ կախվում ենք։ Այսպես։ Ձեռքերը կարող եք հետ տանել, կարող եք չտանել, դա արդեն ձեր ընտրությունն է։ Պահում ենք մոտավորապես 32-ից 64 վայրկյան։ Սկզբում շատ դժվար կլինի, բայց հետո արդեն հավատացեք, շատ կհեշտանա։ Ֆանտաստիկ մեջքի ձգողական վարժություն է։ Ուղղվեցինք։ Սկզբում հնարավոր է նաև գլխապտույտներ չվախենաք։ Սկիզբը այդպեսին է։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե սկսնակ եք, խուր չեմ տա սրանք օգտագործել, բայց եթե սկսնակ չեք եւ բաց եք, հավատացած եղեք, ֆանտաստիկ զգացողություն է եւ ֆանտաստիկ արդյունք։ Տեսեք, դրեցինք։ Զոնգը դնում ենք վրան, ոտքերը լայն բացում ենք։ Ահա։ Եվ սկսում ենք զսպանակումներ կատարել առաջ եւ հետ։ Ահա, այնուհետև ոտքը ուղղում ենք կողք։ Ահա։ Եվ սկսում ենք զսպանակումներ կատարել։ Եվ ձգվում ենք։ Եվ մյուս կողմից հաջորդը, տեսեք, երկու ծնկները դնում ենք, եթե նորից եմ կրկնում, եթե մարզված չեք, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք նույն վարժությունը կատարել առանց քառակուսիների։ Եվ նորից սկսում ենք զսպանակումներ կատարել։ Եվ նորից իջնում ենք, սիրելի հեռուստադիտողներ։ Իհարկե, ինչքան որ դա հնարավոր է եւ ինչքան կարող եք։ Հետո իհարկե քիչ-քիչ կբացվեք։ Ահա, Ակվատեկը ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Ակվատեք հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Չմոռանանք, որ Ակվատեկը ունի նաև ոչ միայն մարզումներ, այլ նաև հետաքրքիր նվերներ ձեզ համար եւ հիշեք, որ 2026 թվականին էլ շարունակվելու է այդ նվերների տեղատարափը, մինչեւ 15% զեղչ բոլոր փաթեթների համար, 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով եւ ստացեք նաև հաճելի նվերներ, հեռախոսներ, հեռուստացույցներ, միկրոալիքային վառարաններ, փոշեկուլներ, թեյնիկներ, հաճելի նվերներ ու փաթեթներ։ Այս ամենը Ակվատեկում։ Դե ինչ, մենք էլ մեր եթերը շարունակենք լավ տրամադրությամբ եւ լավ երաժշտությամբ։ Հենց հիմա մեր եթերում կրկին ուրախ ռիթմեր, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Նոր տարի ու նոր ես, իմ մարդիկում սիրում եմ տես, Տական գյուր ու նվերներ, երազանք մի քանի ուներ, որ տունը մեր լցվի ծիծաղով, ջերմ ու հանգիստ լավ պահերով, սեր ասելով ու գրկելով, հիշողություն ստեղծելով, նոր տարին, որ կապում է բոլորին, նոր տարին, հավատա դու հրաշքի, ու տունը մեր կլցվի ծիծաղով, ջերմ ու հանգիստ լավ պահերով, սեր ասելով ու գրկելով, հիշողություն ստեղծելով,
կսասվի, թե հավատաս դուրը կբացվի, ու տունը մեր կլցվի զիծաղով, ջերմ ու հանգիս լավ պահերով, ասելով ու գրկելով, հիշողություն ստեղծելով, նոր տարին, որ կապում է բոլորին, նոր տարին, հավատա դու հրաշքի, ու տունը մեր կլցվի ծիծաղով, ջերմ ու հանգիստ լավ պահերով, ասելով ու գրկելով, հիշողություն ստեղծելով, նոր տարին Ռավջան, շնորհակալ եմ, որ խոհանոցում եղար եւ միասին պատրաստեք, այսինքն միասին չէ, միայն դու պատրաստեցի։ Չէ, միասին։ Այս հրաշալի Մենակ մարդը ոչ մեկին պետք չի, օգնեցիր դու։ Ճիշտ ես։ Շնորհակալ եմ քեզ, որ օգնեցիր ինձ եւ շնորհակալություն մեր հեռուստադիտողին, ինչպես նաեւ մեծագույն շնորհավորանքներս եւ բարեմաղթանքներս մեզ բոլորիս հայ ազգին, մեր ժողովրդին եւ մեզ բոլորիս։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ, ամենալավն ու բարին սիրելի հայ ազգ, լավ եղեք, առողջ եղեք ու հաճախ ժպտացեք։ Ու պետքա ժպտակ շատ։ Այո, սիրելիներս, ժպտացեք շատ եւ ունեցեք միշտ բարձր տրամադրություն եւ մի մոռացեք, որ առաջին ծրագիրը մշտապես եթերում է եւ դուք պետք է մնաք մեզ հետ։ Ես խոսքս փոխանցեմ գործընկերներիս եւ լավ եղեք, կհանդիպենք։ Շնորհակալություն մեր ադրիներին այս համեղությունը տոնական պատրաստելու համար, դե իհարկե Ռոզե Փրփրունն էլ, Բրիզն էլ այս երեկո կհամադրի հենց այս գեղեցիկ քաղցրի կողքին, այնպես որ ձեր յուրաքանչյուր երազանք թող կատարվի հենց այս երեկո, չմոռանաք այն համեմել Բրիզով, Ռոզե Փրփրուն գինին, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը։ Եվ իր տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը կգործի մինչև հունվարի 14-ը։ Եվ միանշանակ հիշեք, որ նվերները շարունակվում են եւ նվերների տեղատարափը շարունակվելու է Ակվատեկում։ Փաթեթներ 15% զեղչ 3-6-12 ամիսների համար եւ այս ամենի հետ մեկտեղ կստանաք հաճելի նվերներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, հեռախոսներ, բազմաթիվ այլ նվերներ։ Չմոռանաք մարզվել եւ իհարկե վայելել հաճույքը հենց Ակվատեկում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ձեզ մաղթում ենք տոնական տրամադրություն, իսկ տոնական տրամադրությունը մեր տաղավարում ապահովել է Նատյուրմորտ Events-ը։ Այն, ինչ նրանք ստեղծում են, կոչվում է արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ-սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ հենց ձեր տներում, հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ։ Գտեք ամենակրեատիվ եւ յուրօրինակ աշխատանքները եւ ձևավորման ամբողջ ընթացքին ծանոթացեք Նատյուրմորտ Events-ի Instagram-ի, Facebook-ի եւ TikTok-ի էջերում։ Հեռախոսահամար 055 408 890։ Եթե ուզում եք ձեր տուն բերված բամբանյար կան տանել ուրիշին, բայց ուզում եք որ չիմանան, որ դա նույնն էր, ապա այնտեղ ուղղակի փոխեք բացիկը։ Արևոք բացիկը կտա այդ հնարավորությունը, էմոցիաները եւ ամանորյա ռիթմերը։ Արևոք բացիկները հարցրեք քաղաքի լավագույն սուպերմարկետներում, ծաղկի եւ քաղցր սրահներում։ Ձեր տոնական գիշերվա մեյքափը, վարսահարդարումը վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right Barbershop-ն էլ պատրաստ է նաև 2026 թվականին ողջ տարվա ընթացքում սպասարկել բոլորին, այնպես որ այցելեք այնտեղ եւ դարձեք ձեր երազած արագեղեցիկը։ Նալբանդյան 37 հասցեում է Master Right-ը։ Ձեր հարմարավետ եւ տոնական լուքն էլ վստահեք Դաֆնիին, այցելեք Թումանյան 5 կամ Պուշկին 33 եւ գտեք տոնական հրաշալի զգեստ ամանորի երեկոյի համար։ Նաեւ կարող եք ձմեռային հետաքրքիր լուքեր ընտրել։ Ավարտում ենք տարին, ավարտում ենք տարվա առավոտը։ Չմոռանաք մեզ հետևել նաև վաղը եւ մյուս օրը, այսինքն 2026 թվականն էլ միասին սկսենք բարի ու հրաշալի լույսը։ Բարի լույս եւս մեկ անգամ բոլորին ու շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ սիրելի հեռուստադիտողներ։